եւ թիմերը դուրս են գալիս խաղադաշտ, Ալաշկերտը սպիտակով է այսօր խաղալու, Ելիմայը կանաչով, կարծում դա արդեն հասկացաք հանդերձարանների կադրերից եւ թիմերը խաղադաշտում են, երկրպագուները նրանց ողջունում են եւ քիչ հետո մեկնարկելու է հանդիպումը, առաջին անկյունային արված այս խաղում Ալաշկերտի ֆուտբոլիստներն են իրացնում, բարձրից փոխանցում վտանգավոր էր եւ շեղ է ստացվում։ Խաղից դուրս վիճակում էր գտնվում Իլիչը, վտանգավոր դրություն է եւ չխախտել այստեղ կանոնները, ամենակարևորը ու թույլ չտալ արվածել շատ մեծ ազատություն հիմա Ելիմայի ֆուտբոլիստները ստացան ու նույնիսկ հասցրին արվածել։ Վտանգավոր դրությունը եւս մեկ հարված հետևեց դարպասին Ալաշկերտի կատարմամբ եւ կրկին բարձր է ստացվում 11 Պետրանոց, վառով էր ստուգելու տարբերակ չկա, բայց Ալաշկերտը շարունակում է նվիրել գնդակը մրցակցին, հարված է հետևում եւ Բեգլարյանը չդիպավ գնդակին։ Ռոբերտ Հակոբյան։ Սխալ խանցում ստացվեց, իսկ այստեղ շատ վտանգավոր է։ Լոկ հարված եւ հասցնում է փակել նրա հարվածը։ Սեզար Էնրիկեն գրոչի ավարտվել եւ Բեգլարյանն է այլ մտնում խաղի մեջ։ Վերջապես թույլ է տալիս Իլիոսկին խաղարկել, բարձրից փոխանցում։ Վտանգավոր դրություն է, Մոմոտուրեն լավ արձագանքեց, գնդակը հեռացված է։ Լավ գտավ Նալբանդյանին, Նալբանդյանը կենտրոնը փորձում է ազատվել մրցակցի իսկողությունից, վերադառնում է գնդակը աջ, Երտերյան, Ֆարայոլա, ինչ գեղեցիկ էր եւ հեռացնում է գնդակը Կոնովալովա։ Նալբանդյանը բնականաբար անձամբ է իրացնելու Դուգանայինը ստանդարտների, բոլոր տեսակի ստանդարտների իրացնող Ալաշկերտում լավ հարված է, շատ հեռու տարածությունից, բայց անցավ գնդակը դարպասաձողի կողքով։ Նորից սկսեց հաշվել ժամանակ մրցավը։ Եզրային նետումների, դարպասից հարվածների ժամանակ հաշվում են։ Նալբանդյան լավ փոխանցում էր, Ալաշկերտը կրկին գրովում է, եւս մեկ հարված հեռվից եւ հորիզոնական դարպասաձողն է փրկում Ելիմային ամենավտանգավոր պահը այս խաղում Ալաշկերտը ստեղծեց Սաբոբոն էր։ Հիմա նա աշխատեց պաշտպանություն։ Վտանգավոր պահ է եւ բացվում է հանդիպման հաշիվը Ելիմայը առաջ է անցնում ու նորից կորուս, շատ պարզ տարբերակով կորցրին գնդակ Ալաշկերտի ֆուտբոլիստները։ Խաղից դուրս վիճակ, եթե չկա, շատ վտանգավոր է, ոչ, այստեղ խախտում չկա։ Հավամիտ է, իհարկե սայթակեց։ Ուղիղ 5 րոպեից կավարտվի հիմնական ժամանակ։ Խանցում արված եւ գոլ։ Ստանդարտը բերում է հաջողություն Ալաշկերտին 11-րդ փորձից Ալաշկերտը հաջող է խաղարկում։ Անկյունայինը եւ Կարեն Նալբանդյանի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Դավիթ Տերտերյանը աջ պաշտպանը գլխի անկասելի հարվածով գրավում է դարպասի հեռավոր անկյունը։ Տեսեք, Կարեն Նալբանդյանը մոտեցավ, գնդակը արդեն տեղադրված էր, չցանկացավ ուղղել, սա ազվադեպ երևույթ է, փոխանցեց եւ Տերտերյանը անկասելի հարվածով գրավում է դարպասը։ 1-1 եւ վերջ, սուլում է մրցավարը ավարտված է Ալաշկերտ Ելիմայի հանդիպումը